Գիրք Դանիել, գլուխ 8. Բաղդասար թագավորի թագավորության 3-րդ տարիումը մի տեսիլք երևեցավ ինձ Դանիելիս, այն սկզբումը ինձ երևացածիցը հետո, և ես տեսա տեսիլքում, և եղավ, որ ես տեսնելիս, ես Եղամի գավառումն եղող Շուշան մայրաքաղաքումն էի, և տեսա տեսիլքում, որ ես Ուլա գետի մոտ էի, և ես բարձրացրի իմ աչքերը, և տեսա, և ահա գետի կշտին մեկ խոյ կար կանգնած, և նա 2 եղջյուր ուներ, և այն եղջյուրները բարձր էին, և մեկը մյուսից ավելի բարձր էր, և այն բարձրը հետո վեր ելավ, տեսա, խոյը խփում էր դեպի արևմուտք, և դեպի հյուսիս, և դեպի հարավ, և ոչ մի գազան չէր կանգնում նրա առաջին, և նրա ձեռից նազատող չկար, այլ նա անում էր իր հաճության պես, և մեծացավ, և երբ որ ես մտածում էի, ահա մի այծերի քոշ եկավ արևմուտքից բոլոր երկրի երեսի վրա, և գետնին չէր դպչում, և քոշը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղը, և նա հասավ այն 2 եղջյուրավոր խոյին, որ տեսել էի գետի կշտին կանգնած, և նրա վրա վազեց իր զորության կատաղությունովը, և ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ, և դառնացած նրա վրա զարկեց խոյին, և կոտրատեց նրա 2 եղջյուրները, և ուժ չկար խոյումը նրա առաջին կանգնելու, և նրան գցեց գետինը, և կող տվավ նրան, և մեկը չկար, որ խոյին ազատեր նրա ձեռիցը, և այծերի քոշը խիստ մեծացավ, և հենց որ ուժովացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեցավ, և նրա տեղը 4 երևելիները դուրս եկան դեպի երկնից 4 կողմերը, և նրանցից մեկից մի փոքր եղջյուր դուրս եկավ, և նա չափազանց մեծացավ դեպի հարավ, և դեպի արևելք, և դեպի փարավորը, և մեծացավ մինչև երկնքի զորքը, և գցեց գետինը այն զորքիցը, և աստղերիցը, և նրանց կող տվավ, և մինչև զորաց իշխանը բարձրացավ, և նրանից վեր առավ մշտնջենականը, և կործանվեցավ նրա սրբարանի բնակարանը, և մեկ զորք տրվեցավ մշտնջենական զոհի հետ ամբարշտության համար, և ճշմարտությունը գցեց գետինը, և անում էր ու հաջողում, և ես լսեցի մեկ սուրբ խոսելիս, և մեկ սուրբ ասեց այն ինչ խոսողին. մինչև երբ է մշտնջենական զոհի տեսիլքը, և ավերող ամբարշտությունը, որ սրբարանն էլ զորքն էլ պիտի տրվին ոտնակոխության, և նա ասեց ինձ. մինչև 2300 իրիկուն առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա, և եղավ, որ երբ որ ես Դանիելս տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա կանգնած էր մեկը առաջս, մարդի երևույթի պես, և ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, և նա կանչեց ու ասեց. ով Գաբրիել, հասկացրու դրան տեսիլքը, և նա եկավ կանգնած տեղիս մոտը, և երբ որ նա եկավ, ես վախեցա, և ընկա երեսիս վրա, և նա ինձ ասեց. հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը, և նա ինձ հետ խոսելիս, ես թմրած վայր ընկա երեսիս վրա գետինը, և նա ինձ դիպավ և ինձ կանգնեցրեց կանգնած տեղիս վրա, և ասեց. ահա քեզ իմացնում եմ, թե ինչ է լինելու բարկության վերջումը, որովհետև վերջի որոշ ժամանակի համար է. այն 2 եղջյուրավոր խոյը, որ տեսար, մարած և պարսից թագավորներն է, և այն այծերի քոշը հունած թագավորն է, և այն մեծ եղջյուրը նրա աչքերի մեջտեղը, առաջին թագավորն է, և այն կոտրվածը, որի տեղը 4-ը դուրս եկավ, 4 թագավորություններ են դուրս գալու ազգիցը, բայց ոչ թե նրա զորությանքը, և նրանց թագավորության վերջին, երբ որ ամբարիշտները կլրացնեն, մի պինտերես և խորագետ թագավոր վեր կկենա, և կզորանա նրա իշխանությունը, բայց ոչ թե նրա զորությանքը, և սքանչելիքներով պիտի ավերե, և հաջողե ու կատարե, և պիտի փչացնե զորավորներին, և սրբերի ժողովուրդը, և նրա խելքովը պիտի հաջողվի խաբեությունը նրա ձեռովը, և նա պիտի իր սրտումը հպարտանա, և խաղաղության մեջ շատերին պիտի կորցնե, և վեր պիտի կենա իշխանած իշխանի դեմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրվի, և իրիկվա ու առավոտվա տեսիլքը, որ ասվեցավ, ճշմարիտ է, և դու տեսիլքը փակիր, որովհետև շատ օրերի համար է, և ես Դանիելս նվաղեցի, և հիվանդացա մի քանի օր,
Հետո վեր կացա և արի թագավորի գործը, և զարմացած էի տեսիլքի մասին, և մեկ հասկացնող չկար։